Խորհրդարանական ընտրություններում հաղթանակի գլխավոր հավակնորդներից ուժեղ Հայաստան կուսակցությունը աշտարակում այսօր գրասենյակ է բացել։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ելույթի ժամանակ ոստիկանական մեքենաները սկսել են ձայնային ազդանշաններ արձակել։ Հավաքված տասնյակ քաղաքացիները ի պատասխան սկսել են բարձր ծափահարել եւ վանկարկել ազգային բարերար Սամվել Կարապետյանի անունը, լռեցնելով ոստիկանական մեքենաների ձայները։ Ուժեղ Հայաստանի անդամները աշտարակ, Ուջյան, Ոսկեվազ համայնքներում հանդիպել են հարյուրավոր բնակիչների հետ ու պատմել քաղաքական ուժի հեղափոխական ծրագրերի մասին։ 300,000 նոր աշխատատեղ, 20,000 մատչելի բնակարանների կառուցում, փոքր բիզնեսին հարկերից ազատում, անվտանգ ու խելացի սահմաններ Հայաստանի համար։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը շարունակում է ընդլայնել իր քաղաքական աջակիցների շրջանակը։ Կայունություն կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է, որ առաջիկա համապետական ընտրություններին առանձին ցուցակով չի մասնակցի, փոխարեն է կսատարի Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժին։ Կուսակցության նախագահ Ֆիրդուս Զաքարյանի խոսքով մեծ երկրում սպասվող խորհրդարանական ընտրություններում փոքր կուսակցությունների առանձին մասնակցությունը կբերի ձայների փոշիացման, ինչը միայն կնպաստի գործող իշխանությունների վերարտադրմանը։ Միանգամայն հասկանալի է, որ նման պայմաններում ինքնուրույն գնալ համապետական ընտրությունների նշանակում է մտնել փակուղի, վատնել եղած ուժերը, ջուրը լցնելով իշխանության ջրաղացին։ Հաշվի առնելով այս հանգամանքները, Կայունություն կուսակցության ղեկավար մարմինը, վարչությունը օրերս առաջ քննարկելով կուսակցության դիրքորոշումը առաջիկա ընտրությունների առնչությամբ կայացրեց որոշում։ Ըստ այդմ որոշվեց ոչ թե ինքնուրույն գնալ ընտրությունների, այլ սատարել առավել մեծ քաղաքական լսարան ունեցող ուժին, ինչպիսին է ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Հայաստանի Հանրապետությունը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Տեր կանգնիր խաղաղությանը կարգախոսով։ Հայաստանը ավելի քան 7.5 տարի ղեկավարող քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն նորից կլինի Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է, որ պետք է ուժ ունենալ պաշտպանել իր որոշումը, չշարունակել Ղարաբաղյան շարժումը։ Շատ կարևոր է քաղաքական եւ սոցիալ հոգեբանական առումով չքմեղանալ եւ ուժ ունենալ պաշտպանելու մեր այս որոշումը, որովհետեւ բոլոր են պնդումներին, որոնք ասում են, թե Ղարաբաղը մերն էր, բայց այլևս մերը չէ, այդ պնդումներին մենք հստակ պետք է հատկադարձենք, որ իրականությունը այդ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է, որովհետեւ Ղարաբաղի շարժումը ընդամենը լծակ էր Հայաստանի Հանրապետության կայացումը թույլ չտալու համար։ Հայաստանում բենզինի գինը ավելի կբարձրանա, հայտարարել է էկոնոմիկայի նախարարը Գևորգ Պապոյանի խոսքով արդեն թանկացած բենզինը ավելի կթանկանա մեր երկրում համաշխարհային շուկայում նավթամթերքի գների բարձրացման պատճառով։ Պապոյանը տեղեկացրել է նաև, որ վերջին ամիսներին ռուսական բենզինի ներկրումների քանակը նվազել է, փոխարենն ավելացել են եվրոպականը, ադրբեջանականն ու իրանականը։ Մենք ունենք կանխատեսում, որ բարձրանալու է, որովհետև չի կարող նավթի գինը երկու անգամ օրինակ բարձրանալ եւ դա չազդել բենզինի գների վրա, դա օբյեկտիվ է եւ մենք հիմա ինչ անգնեմ առաջ նվազագույնը մեկ գյուղատնտեսության համար սուբսիդավորման ծրագիր մտածում ենք։ Նման խոսակցությունները նոր չեն։ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի անվտանգության սպառնալիք է, Պուտինն արջի ծառայություն է մատուցել, ասելով կցանկանար, որ բոլոր ուժերը կարողանային մասնակցել ընտրություններին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստ է լքել ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն, եթե Ռուսաստանը բարձրացնի գազի գինը։ Այս բոլոր հայտարարություններն այսօր արել է խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարին, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Եթե նման որոշում կկայացնեն,
Հայաստանի Հանրապետությունն իր որոշումը կայացնի եւ դուրս կգա վերջնականապես թե հապկից, թե ՀԱՏՄ-ից։ Արջի ծառայություն մատուցեց նաև այն բանը, որ այդ առաջ էր, երբ որ ասում էին դե Մոսկվայից դաբրոն կա եւ այլ եւ այլ։ Այստեղ դաբրո Հայաստանի Հանրապետությունում այլևս մի դաբրո կա, դա Հայաստանի ժողովրդի դաբրոն է։ Կատրիջ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Հանրապետական կուսակցության դիրքորոշումն է Իշխանությունը 2018-ին Նիկոլ Փաշինյանին թողած Հանրապետական կուսակցությունը այսօր պաշտոնապես հաստատել է, որ չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության առաջնորդ Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը իրենց որոշումը բացատրել է այսպես. չեն ուզում պառակտել ընդդիմադիր դաշտը։ Չմասնակցելով այս ընտրություններին, Հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Ինչպես կասեր մեր լուսահոգի ընկեր Գալուստ Սահակյանը, չմասնակցելը չպայքարել չէ։ This Holy Week I'm proud to join with Christian ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ երկրի կամուրջներն ու էլեկտրակայանները կթիրախավորվեն, եթե Իրանի ղեկավարությունը չընդունի պատերազմը դադարեցնելու իր պայմանները։ Այս հայտարարությունից շատ չանցած իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ ամերիկա-իսրայելական ուժերը ռմբակոծել են Թեհրանի Քարաջ քաղաքում կառուցվող կամուրջը, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, մոտ 100-ը վիրավորվել։ Ի պատասխան Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ քաղաքացիական կառույցներին հարվածելը չի ստիպի իրանցիներին հանձնվել։ Դիվանագետը նշել է, որ կամրջի վրա հարձակումը վկայում է թշնամու բարոյական անկման մասին եւ անդառնալի վնաս է հասցնում Ամերիկայի հեղինակությանը։ Իրանական դեսպանատների կամ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ ուղղված ցանկացած ագրեսիա կստանա անհապաղ եւ վճռական պատասխան, նախազգուշացրել է Իրանի Խաթամ Ալանբիա կենտրոնական շտաբը։ Թեհրանը կթիրախավորի ագրեսոր երկրի տարածաշրջանային բոլոր դիվանագիտական հաստատությունները, արագ եւ կտրուկ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնապես հերքել է իր առնչությունը Էր-Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա կատարած հարձակմանը։ Կորպուսը կատարվածը որակել է որպես սիոնիստական սադրանք ուղղված տարածաշրջանի ապակայունացմանը եւ կոչ է արել հարևան երկրներին լինել զգոն ամերիկա-սիոնիստական բլոկի գործողությունների նկատմամբ։ Պատերազմում առաջադրված նպատակներին չհասնելու պատճառով ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը պաշտոնանկ է արել բանակի 2 բարձրաստիճան սպայի։ Հռոմի Պապ Լեո 14-րդը հակադարձել է նախարար Հեքսեթի այն պնդմանը, թե ԱՄՆ զինված ուժերը պայքարում է հանուն Քրիստոսի։ Պոնտիֆիկոսը շեշտել է, որ գերիշխանության ձգտումը խորթ է Հիսուս Քրիստոսի ուղուն, քննադատաբար մոտենալով ամերիկյան կողմի այսպես կոչված Սուրբ Հաղթանակի հռետորաբանությանը։ ԱՄՆ հետախուզության նոր տվյալների համաձայն Իրանը մտադրություն չունի մոտ ժամանակներում բացելու Հորմուզի նեղուցը։ Ըստ աղբյուրների, աշխարհի կարևորագույն նավթային զարկերակի վերահսկողությունը Թեհրանի միակ լծակն է ԱՄՆ-ի նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Փորձագետները նշել են, որ Իրանը մտադիր է էներգակիրների բարձր գների միջոցով ստիպել Թրամփին արագ ելքեր փնտրել արդեն 5 շաբաթ շարունակվող պատերազմից, որն անգամ ամերիկացի ընտրողների շրջանում է զայրույթ առաջացրել։ Թեև պատերազմի նպատակը Իրանի զինուժը ոչնչացնելն էր, ստեղծված իրավիճակը կարող է հակառակ արդյունքը տալ։ Այն հնարավոր է մեծացնի տարածաշրջանում Թեհրանի ազդեցությունը եւ դառնա սպառնալիք համաշխարհային ջրային ուղիների համար։ Թրամփը իր հերթին փորձում է նվազեցնել խնդրի լրջությունը։ Նա հայտարարել է, թե ամերիկյան ուժերը կարող են հեշտությամբ վերահսկողություն սահմանել նեղուցի նկատմամբ եւ տիրանալ նավթին։ Սակայն վերլուծաբանները նախազգուշացրել են, որ ուժի կիրառումը կարող է ԱՄՆ-ին ներքաշել տևական ցամաքային պատերազմի մեջ։ Չնայած Թրամփը պահանջում է նեղուցի ապաշրջափակումը որպես հրադադարի նախապայման, նա միաժամանակ կոչ է արել դաշնակիցներին եւ նավթից կախվածություն ունեցող երկրներին ստանձնել առաջնորդություն այդ հարցում։ Սպիտակ տան պաշտոնյաները վստահ են, որ նեղուցը շուտով կբացվի, սակայն շեշտել են, որ այլ պետություններ այս հարցում շատ ավելի մեծ շահեր ունեն, քան Միացյալ Նահանգները։ The long answer? No. Իրանը մերժել է ԱՄՆ-ի 48 ժամյա հրադադարի վերաբերյալ առաջարկը, հայտնել է Ֆարս լրատվական գործակալությունը։
Առաջարկը ներկայացվել է ԱՄՆ զինված ուժերի լուրջ խնդիրների պատճառով, որոնք առաջացել են Իրանի ռազմական ներուժի սխալ գնահատման պատճառով։ Այսինքն ստացվում է, որ ԱՄՆ-ն սխալ պատկերացումներ է ունեցել Իրանի սպառազինության վերաբերյալ, իսկ այժմ հրադադար է խնդրում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը դիմել է միջազգային հանրությանը պարզելու, թե ով է իրականում կողմնակի ձեռքխոսությանը՝ Իրանը, թե ԱՄՆ-ն։ Իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հաստատել են ամերիկյան ծրագրային ապահովման ընկերության հարձակումը։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ուկրաինայի Սումի քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքը բախվել է 16 հարկանի բնակելի շենքի, բռնկվել է հրդեհ, վիրավորվել է 7 մարդ, այդ թվում 1 երեխա։ Տարհանվել են շենքի բնակիչները, փրկարարներին կրակը մարել հաջողվել է միայն մի քանի ժամ անց։ Ի պատասխան ուկրաինական ավիահարվածների են ենթարկվել Ռոստովի մարզը, Տագանրոգ եւ Տոլյատի քաղաքները։ Ռոստովում 1 մարդ զոհվել է, 4-ը, այդ թվում 1 օտարերկրացի, վիրավորվել։ Տոլյատի քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորվել է 1 աշխատակից։ Սամարայի մարզպետի խոսքով անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի տանիքի։ Սուրբ Զատիկին ընդառաջ 20,000 մարշմելո քաղցրավենիք է ուղղաթիռից թափվել ԱՄՆ-ի Միչիգան նահանգում։ Հարյուրավոր երեխաներ դույլերով վազել են եւ հավաքել թափվող մարշմելոները։ Ըստ ավանդույթի սա ազդարարում է տոների քաղցր սկիզբը։